Ողջույն, ահա որ լրագրող հետաքննական վերլուծական ու մի քիչ էլ անհամեստ հաղորդման այս էպիզոդում կպարզենք, թե ինչից են ամաչում, իսկ ինչից լավ կլիներ, որ մի քիչ ամաչեին հայերը, որն է ամոթի իմաստն ու ամոթանք տալու կայֆը, եւ ի վերջո, հայանի ինչ, գնացինք։ Ահա որ լրագրողի այս էպիզոդը անամոթների ու ամոթի մասին է։ Զրուցել ենք դրսում գումար մուրացող կնոջ հետ, որ հասկանանք առանց կոմպլեքսներ ապրելու կայֆը։ Անձի տեսել եք, հա, որ գումար եմ հավաքում։ Էթիկետի մասնագետից պարզել ենք, թե օրենքով ինչից պետք չէ ամաչել։ Սոցիոլոգի հետ պարզաբանել մեր հասարակության անամոթությունները։ Ինչը դուր չի գալի տղամարդուն, աղջիկը պիտի չանի։ Հոգեբանի հետ կերել ենք համով բաներ։ Իսկ եթե լավ տժում ես, լավ տեղը տեղին տժում ես։ Իսկ քաղաքացիների հետ ոնց որ միշտ։ Աննենց համով է։ Դուք էլ ինձ դուր չեք եկել։ Ամոթ է շորտիկ հագնելի։ Ընդհանրապես մեր հասարակությունը չտրամաբանված է։ Թող քրվի գնա։ Ոնց։ Օրինակ շատերը ասում են Ես նախընտրում եմ կանանց հետ շփվել, դրա համար չգիտեմ ինչ են պատմում տղամարդիկ։ Ասեց դու կմեռնես, դու չես ապրի։ Կային քաղաքական գործիչների մասին, ովքեր այսօր 18+ վարապաշարով խոսում են առցանց։ Սա մեր ամենասիրուն ու հետաքրքիր հաղորդումն է։ Անպայման նայեք մինչև վերջ։ Սյուզաննա ջան, ինչ է ամոթը։ Էթիկայի տեսակետից ամոթը մարդու ներքին կոմպասն է։ Ամոթանք տալը մյուսի վարքը զսպելու միջոց էր, երբ որ այդ մյուսը միջավայրում է գտնվում, սոցիալական միջավայրում, եթե դու քո տանն ես մենակ ես, ինչ ուզում անում ես, ամոթ չկա, ոչ սուբյեկտիվ, ոչ օբյեկտիվ իմաստով։ Եթե մենք գտնվում ենք հասարակության մեջ, մենք պարտավոր ենք հարգել այն նորմերը, որոնք որ բոլորի կողմից ընդունված են։ Ձեզ այստեղ հրավիրել ենք որպես մարդ, ով կյանքի բերումով, հաղթարելով բոլոր կոմպլեքսները, հասարակության ճնշումները, որոշել է գումար վաստակել այն տարբերակով, որով վաստակում եք, եւ շատ հետաքրքիր է ձեր պատմությունը, ոնց եկաք դրան։ Հիմա դուք մարդկանցից գումար եք վերցնում եւ մարդիկ տալիս են։ Ճիշտ եմ հասկանում։ Ինչ անեմ։ Հիմա գումար վաստակում եք դրսում։ Հա։ Ոնց։ Մեկ ալում եմ ու ես ասու գործն եմ անում։ Ես 7 եկեղեցի ունեմ։ Այդ 7 եկեղեցին ծառայել եմ ես Նավասիբիրսկի Աստվածը ասեց հրեշտակը, դե ես հետներն եմ, ասեց դու պետք է եթաս Երևան քո տուն, ես Նավասիբիրս աշխատում էի, ստոլիկեր, ամեն ինչ դրած, ծախում էի ու այդ ինքը օրեկան ինձի 700 դրամ էր տալի, խազեինը, ասեց դու առևտուր իրավունք չունես անես, եկա Երևան, ասի Տեր Աստված, դու ինձ բերեցիր, ես տունն եմ, ես գնամ քուչա ավլեմ, գնացի քուչի տեղը, որ երկու քուչա վեկալեմ, տենց գործ էլի անեմ, որ փող վեկալեմ ու տենց ասու գործ անեմ։ Հրեշտակը ասեց դու քնի հեսա կտենաս ինչա լինելու։ Բարկա քնա մեկ է տեսա ինձի իջացրեց մի հատ մարդ, տարավ մի հատ սենց երկար բաներ լիքը սենյակներ էր։ Ասեց միջանցքը էլի, ասեց էս չէ, տարա վերջի սենյակը մի հատ տղամարդ գիրքը բաց նստած, ինքը հրեշտակ էր, երազով էլի։ Հա։ Ասեցի ես ինչ պիտի անեմ, ասեց նայեց անունս կարդաց, ասի ես գնացել եմ քուչա աշխատանք վեկալեմ որ անեմ, ասեց քեզի գրած չի որ դու աշխատես արդեն։ Ասեց դու պետք է եթաս դուրսը փող հավաքես ու ասու գործ անես։ Աստված ձեզ շատ հարմար գործ է տվել։ Որովհետև ես իրանն եմ, նա ուզեցել է, որ ես էլ չեթամ չաշխատեմ, չի թողել, որ թողեր ես կաշխատեի։ Ինչպես է երեխայի մեջ ծնվում ամոթի զգացողությունը, նենց չի չէ, որ երեխան ծնվում է ամոթով։ Ամոթի այդ զգացումը շատ հաճախ կարող է առաջանալ հենց ինչպես նշեցիք մարդկանց կողմից կարծրատիպային արտահայտություններով, հա։ Ամոթ է բարձր մի ծիծաղիր, ամոթ է, չգիտեմ, մի խոսիր մեծերի հետ։ Անձի տեսել եք, հա, որ գումար եմ հավաքում։ Տեսել եք երեխեք, հա։ Հա։ Ես կուզեի մի քանի օրինակներ բերել, դուք ասեք ինչն է ամոթ, ինչը ոչ։ Սիրով։ Նույն շորով ուրիշ առիթի գնալը ամոթ է։ Ոչ, որովհետև կարևորը ոչ թե հագուստը տարբեր լինի, այլ կարևորը մարդու խնամված պատշաճ տեսքը։ Ես միշտ այդպես եմ անում։ For example, wedding, birthday with the same clothes you wear last time. No. Չէ, ամոթ չէ, առիթ է քալը ոնց ամոթ կլինի։ Չէ։ Ой, к молодежи подходите к такими вопросами, девушка.
Իդեպ այդ առիթ կոչվածն էլ է հետաքրքիր, որ դա առիթ է ինչ որ բան անելու որևէ այլ լեզվում ես չեմ լսել, որ միջոցառումը կամ հարցադիքը կամ չգիտեմ այլ բան կնունքը կոչվի առիթ։ Մերոնց համար դա առիթ է, ոչ թե գնալու այնտեղ, այլ ինչ որ բան ցուցադրելու այնտեղ։ Եվ չի եղել ուրիշ առիթ ցուցադրելու։ Ով գիտի, եղել է։ Կարծում եք։ Եվ նաև առիթավորվելու բառ կա։ Եթե շատ տոնական տեսք ես ուզում ունենալ, ուզում ես մաքսիմալ շքեղ անել, բայց մեր մոտ ընդունված չէ պարզապես ռեստորան գնալ չգեղեցիկ շորով, դա հրաշալի առիթավոր ցույց տաս քո ունեցած։ Հա, մենք արևելք ենք իսկապես, եւ մեզ համար շորը, գեղեցիկ շորը ավելի կարեւոր է, քան գեղեցիկ բնավորությունը, հա, մենք արևելք ենք։ Ուրիշի անունը չհիշելը։ Ամոթ է։ Սակայն կարող են լինել իրավիճակներ, երբ մենք ֆիզիկապես հնարավորություն չունենք բոլոր մարդկանց անունները հիշել, օրինակ, եթե մենք գործ ունենք մեծ խմբի հետ։ Փորձիր հիշել։ Եթե չես հիշում, մի բարևի, փախչիր այնտեղից։ Կան ստրատեգիաներ եւ եթե չես ուզում մարդուն բարևել, պետք չէ, եթե մտածում ես, որ ամոթ է, եթե չբարևեմ, ապա բարի եղի հիշել ով է նա եւ նոր բարևել։ Ուրիշի անունը չհիշելը։ Amochi. No, because when you get elder than you forget sometimes. Կարաս հարցնես։ Ինչի համար են ձեզ հայրը ամոթանք տալիս։ Ականջողի, որը իսկական չի նույնիսկ։ Այսինքն, ականջից կախված է դրսականը որն է։ Դե դրան չեն խորանում, բայց դրան ամոթանք չեն տալի, թարս են նայում։ Շատ քյարթեր փորձում են նույնիսկ, չեն փորձում, կոմպլիմենտներ են ինձ թողում օրինակ։ Ոնց։ Հետևից ինչ-որ բաներ են ասում, մտածելով որ ես կվիրավորվեմ։ Ինչ են ասում։ Կարելի է հայհոյել։ Հա։ Օրինակ շատերը ասում են գեյ։ Բայց գեյը հայոյանք չի սարական։ Դա ես շուտեցա ուղղակի էլի հայհոյեմ, հո ստենդափ կլուբում չենք։ Հա, գեյ, բայց ավելի տենսկոպի ձևով են ասում։ Մեկ-մեկ ասում են, բայց ես հա, թող լինի։ Դուք կոմպլեքսներ չունեք, մարդկանց կարծիքի վրա թքած ունեք, որ ինչ կուզեն կմտածեն ձեր վրա։ Ճիշտ եմ հասկանում։ հասկանում։ Են թող մտածեն այ բալա, Աստվածը եթե ինձնից պահանջում է, ուրեմն ես ժողովրդի ասածը չեմ, թող քրվի գնա։ Ես իմ նպատակը վեկալեմ, ժողովուրդը տենա, որ հիմա ներկա մտնեք իմ տուն, տենակ ինչքան ժամեր է, 7 ժամ է դրած է։ Ամոթը իրականում կատարում է ֆունկցիա, երբ որ դու պիտի անես բաներ, որոնք որ տեղին չեն եւ խանգարում են մյուսներին, անգամ եթե դա չգրված օրենք է։ Օրինակ ամոթ է բնականաբար գալ օպերայի թատրոն, հանվել այնտեղ եւ երգչուհու հետ միասին զուգահեռ գոռալ բանից, նստատեղից ինչ որ մի արիա։ Սա արգելված չի, գրված չի օրենք են մասին, որ դա չպիտի արվի, բայց դա ամոթ է։ Եվ եթե այդ ամոթը չլիներ, ինձ թվում է որ բարդակ եւ խաոս կլներ այս մեր աշխարհում։ Աղջկա կողմից առաջին քայլ անելը, ամոթ է։ Ամոթ չէ։ Արդեն ամոթ չէ։ Արդեն ամոթ Ոչ, չէ։ էմոցիաները Եվ կարող է կապ չունի յուրաքանչյուրը ինչ հայտնել։ Եթե օրինակ այսպես վերնաշապիկը պատռում ես, Դա ամոթ է։ 8 վայրկյան նայում ես դեմքին։ Ամոթ է։ Աղջկա կողմից առաջի քայլ անելը։ Ամոթին ամոթ չի, բայց դե եսիմ ընդունված չի էլի։ No, It's okay. because in Europe often the women make the first step. Բա ամոթ է, բա ինչ է։ Չէ, приятно է, հաճելի է։ Ձեզ չէ, ուրիշին։ Ես ուրիշ տեղը ոնց պատասխան տամ։ Դա հրաշք կեղնի, եթե եղնի, շատ մեծ ռեսպեկտ կլինի, հա, կդզի մի այլ կարգի, հա։ Ամոթ չի, բայց ես չի անի։ Բա ինչի՞ չէի կանի, որ ամոթ չի։ Դե ես մի ուրիշ Երևի դուք ուղղակի շատ ուզող եք ունեցել, ձեր ձայնը տակ տեղից է գալիս։ Շատ։ Ոստիկանություն զանգահարելը ամոթ է։ Ոչ իհարկե։ Գործտվող ես դառնում։ Ինչի գործ ես տալի, եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում, ոչինչ, տվեք այդ գործը։ Ես զանգել եմ, դա ամոթ չի, բայց անիմաստ է, ցավոք սրտի։ Բայց զանգեք, էլի փորձեք։ Ոստիկանություն զանգելը ամոթ է։ Նայած դեպք։ Կողություն ա եղել կամ չգիտեմ, ձեր բակում կռիվա զանգում եք ոստիկանություն։ Ամոթ է։ Ոստիկանությունն եկավ հարցնենք։ Բարև ձեզ։ Լավ, դուք ձեր մասին էինք խոսում եկաք։ Ասում եմ լավ են ծառայում, ասում եմ հա։ Բայց ես տենց բան չեմ հարցնում։ Դե թող իրենք է ձև հասկանում։ Դե բայց ինչի եք ավելորդ անգամ շողոքորթում։ Ես տենց բան չեմ հարցնում։ Ես տենց բան չէի Հա, հարցրել։ բայց ես ված պատասխան չտվի։ Ոստիկանություն զանգելը։ Այդ երևի այդ մի բան ամոթ է։ Ինչու։ Այնեք ձեր հարևանի տանը կռվի ձայներ լսում եք, որ նայած ինչի համար։ Եթե մարդ են սպանում, բան պետք է ինչ-որ օգնություն։ Ես չեմ կարա ցուցաբերել, մնացած բաների համար։ Այսինքն դուրը դմփոց է հարևանի տանը, կզանգեք ոստիկանություն։ Չէ, ես կգնամ հարևանի տուն։ Բայց խանգարում ա ձեզ։ Չէ։ Բա ինչ եք ոստիկաններին հարկ տալիս։ Իրանց աշխատավարձը ձեր հարկերով ա վճարվում։ Թե դա իրանց գործն է։
Բա գործ չեն ունենա, որ գործ չտակ։ Չէ, ոնց կլինի տենց։ Դուք երևի լավ չեք պատկերացնում ոստիկանության աշխատող։ Մենակ գործտվողներով չի, էլի։ Մի խոսքը չեք դիմի իրենց օգ։ Ես անձամբ չեմ դիմի։ Հասկացա։ Մերսի շատ։ Խնդրեմ, այդ կանել։ Երեխային հիմի երևի իրանց կուրսային կամ ուսանող են, բան են անում այդ իրանց համար։ Դուրը չի եկել հարցերես։ Мне нет. Okay։ Դուք էլ ինձ դուր չեք եկել։ Էս ինչ որ լուրջ բան է տեղի ունենում։ Դատեր 8 տարի Ռուսաստանում ապրելուց հետո եկել եք։ Զգացել եք, որ Հայաստանում ամոթը ավելի շատ է, քան այնտեղ։ Չէ։ Ոնց չէ։ Չեմ զգացել։ Սա հարցերից դրա մասին եմ գրել, որ ստեղ ավելի շատ։ Որ ստեղ ամաչում են ավելի շատ։ Որ ամոթանք են տալիս։ Ամոթանք են տալի։ Հա, էդի հա, ես նույնիսկ ձեր մտածում։ Հա, էլի։ Հայտի հա։ Թե չէ, всё, cancel-եր լինում։ Տարբեր բաներ Հայաստանում ամոթ են, որ ամոթ չեն, չգիտեմ, ուրիշ երկրներում, եվրոպական երկրներում հատկապես։ Ինչ եք կարծում, որտեղից է եկել այդքան ամոթխած լինելը։ Եւ հակառակը իրականում, որովհետեւ վերցնելով օրինակ արևմտյան հասարակություններ, բոլորովին ընդունված չի այսպես շարքով փակել մայթը եւ ամբողջ ընտանիքով ընդլայնվել, երբ որ այլ մարդիկ կան քայլող։ Մեր մոտ դա ամոթ չի այդպես անելը։ Ամոթ է թքել գետնին։ Որևէ նորմալ երկրում մեզ մոտ ամոթ չի։ Ինչն է եղել, որ չեք իմացել, որ ամոթ է, բայց վերադառնալով Հայաստան իմացել եք, որ փաստորեն սա ամոթ էր։ Իմ համար անակնկալ էր, որ շորտի քաղաքներն ամիշայմավոմ մարդկանց համար ամոթ։ Ամոթ է շորտիկ հագնելը։ Ոչ, ինձ համար չէ։ Իրանց համար է։ Չէ, պարզա, ձեզ համար չեմ ասում։ Ոնց եք նկատել, որ շորտիկ հագնելը ամոթ է։ Ասում ես չես հագե, կարճ է։ Ով է ասել։ Շատ, նո, հայ մարդիկ։ Շատ են ասում, տեսեք, ռուսներն եկել են, հեսա շորտիկով մարդիկ կավելանան։ Կարծես թե շորտիկը հայերին հարիր չէ, բայց կարծում եմ շատ շոկ հայ է։ Հենց մեզ էլ հարիր է։ Ինչու է հենց մեր հասարակության մեջ ծնվել այդ չտրամաբանված ամոթը։ Ընդհանրապես մեր հասարակությունը չտրամաբանված է։ Երբ որ պետությունը թույլ է, համայնքը ուժեղանում է։ Որտեղ ինչ որ մեկը պիտի կառավարի process-ը։ Հենց պետությունը սկսում է թուլանալ, առաջ է գալիս ոչ ֆորմալ հասարակական հանրային սահմանափակումների դաշտ համակարգ գալիս են եւ քեզ ասում թեկուզ օրենքը չի ասում քեզ որ պետք չի կիսատկլոր մանգալյուց սայնով եւ նկարվել եւ այլն մի արա դա որովհետեւ դա ամոթ է օրինակ սեքսուալ հեղափոխության փուլում գտնվող այլ հասարակություններում զուգահեռաբար օրինակ բարոյականության ոստիկանություն էր ստեղծվում ինչ ոստիկանություն Полиция нравов որը որ պետք է մոտենար Ամերիկայում օրինակ եւ ասեր հա գիտենք որ սեքսուալ հեղափոխություն է ճիշտ է որ պետք է ազատ լինել բայց ոչ էստեղ ոչ մետրոյում ոչ ավտոբուսում ոչ ինչ ուզում ես արա բայց ոչ այս ձևով առանց նվերի հարսանիք գնալը Կարծում եմ ամոթ է։ Եթե լավ տժում ես, լավ տեղը տեղին տժում ես եւ նվերի տեղը հանում ես այդպիսով։ Տրամադրություն դու ես ապահովում։ Ասում շատ սուբյեկտիվ է։ Այսինքն մենք չենք կարող մյուսների փոխարեն այսպես գուշակել թե ինչ կլինի։ Դե եկեք կոմենտներում թող մարդիկ գրեն, մենք հաշվարկենք, հասկանանք թե մեծամասնության համար ամոթ է առանց նվեր հարսանիք գնալը թե ոչ։ Միգուցե այդ ամուսնացողներին պետք չէ քո նվերը, բայց քանի որ կա ծես, որը ենթադրում է փոխանակում, իսկ սոցիոլոգիայում կա անգամ այդպիսի տեսություն, որի համաձայն բոլոր մարդիկ հարաբերակցում են փոխանակմամբ։ Անկամ մենք հիմա կարծիքներով ենք փոխանակվում, առանց տալու ինչ որ բան վերցնելը խախտում է կարծես այդ կապը մարդկանց միջև, երբ որ դու միայն վերցնում ես։ Առանց նվեր հարսանիք գնալը։ Առանց նվեր, չէ դե չի լի, առանց նվեր չի լի։ And don't give a present. Yes. Առանց նվեր հարսանիք գնալը ամոթ է։ Չէ։ Թնդանոց չի կամերայա։ Չեք նկատել, փողնել որ չտանեք, էլի։ Вообще ամոթ է, ինչ։ Հարսանիքին ոմանք ոսկի կնվիրեն, ոմանք վերջը նամակի բահարանով նվեր կդան ոմանք։ Պահարանով։ Նամակի բահարանով կամ բանկի միջոցով ասենք։ Դուք էթիկայի մասնագետներով ունեք ինչ-որ շրջանակ, որտեղ որոշվում է ինչն է ամոթ, ինչը ոչ։ Ցանկացած պետություն ունի իր էթիկայի ասոցիացիաները եւ կա միջազգային ասոցիացիա, որտեղ յուրաքանչյուր տարի հնարավոր է փոխվեն որոշակի նորմեր։ Դուք միջազգայինից ես միջազգայինից օրինակ բերեմ, տեսեք, մեր հասարակության մեջ մինչև վերջերս տգեղ էր, չէ, այլ սերի ներկայացուցի ուղիղ աչքերին նայելը։ Ամոթ էր, չէ՞։
այդպես չի եղել։ Մի քիչ հետ գնանք պատմությունը, ասում էին չի կարելի երկար նայել մարդուն, մանավանդ երբ որ դու կին ես կամ աղջիկ, բայց բիզնես էթիկայի նորմը լրիվ հակառակն է ասում եւ դա ամոթ չի, ասում է գիտեք, որպեսզի կոնտակտ ստեղծվի եւ հարգանք միմյանց նկատմամբ ու կարողանաք դիմացինի ուշադրությունը գրավեք, դուք 8 վայրկյան պետք է նայեք նրա աչքերի մեջ։ Երբ որ ասում են աղջիկներ կամ տղաներ, ես միանգամից չեմ մտնում այդ դիսկուսիայից։ Այնինչ ամոթ է տղայի համար, ամոթ է աղջկա համար եւ հակառակը։ Ոչ մտերմիկ միջավայրում, երբ աղջիկներն են հումորանում։ Կախված է թե ինչ հումոր է, հա։ Հումորի բովանդակությունն էլ կապ ունի, որովհետեւ ոչ միայն կապ ունի թե ում հետ ենք հումորն անում, այլ նաեւ ինչպիսի հումոր ենք անում։ Այստեղ սերն է կարևոր, որովհետեւ ես զգացել եմ, որ երբ ինչ-որ, չգիտեմ, նոր ես ծանոթացել միջավայրաբան եւ աղջիկները հումոր են անում, մի տեսակ են նրանց նայում։ Հավանաբար երևի պատրաստ չեն աղջկանից հումոր լսելու, սակայն դա ամոթ չէ, էլի եմ ասում, կապ ունի թե մտերմության աստիճանը ինչպիսին է եւ հումորը ինչ բովանդակություն է պարունակում։ Ընդհանրապես մենք Կովկաս ենք եւ մենք մասկուլին, այսինքն առնական հասարակություն ենք, գոնե եղել։ Սա նշանակում է, որ տղամարդու կարծրատիպային հատկություններ վերագրվել են ամբողջ հասարակությանը։ Մեզ էլ աղջիկներին։ Այն իմաստով, որ ինչը դուր չի գալի տղամարդուն, աղջիկը պիտի չանի։ Այսինքն խաղի կանոնները ձևավորել է առնական կողմը, տղամարդու կողմը եւ դրան ենթարկվել է իգական կողմը։ Խաղի կանոնները փոխվեցին, երբ որ պարզվեց, որ տղամարդիկ գործ չունեն Հայաստանում եւ ստիպված են արտագնա աշխատանքով զբաղվելու։ Հետո մեր տղամարդիկ պարզվեց ոչ միայն գնում էին արտագնա աշխատանքի, այլ նաեւ հաճախ դավաճանում իրենց կանանց, այսինքն նաեւ այդ սկզբունքային ամոթանք տվողի ֆունկցիան կորցրեց տղամարդը։ Եթե ինքդ ամոթանք ես տալի ուրիշին, բայց անում ես վատ բաներ, մի դուր ամոթանք։ Բայց ինձ թվում է հակառակն է եղել, այսինքն վատ բաներ անելը, այսինքն դավաճանելը ուղղակի դարձել է նորմա։ Չէ, Փառք Աստծո չի դարձել նորմա, չէ, բաժանվել է դարձել։ Պարտանում եմ, որ սիրուհի ունեն։ Գիտեմ այդպիսի տղամարդկանց։ Նրանք մեծամասնություն են։ Ես նախընտրում եմ կանանց հետ շփվել, դրա համար չգիտեմ ինչ են պատմում տղամարդիկ։ Ես տղամարդկանց հետ եմ շփվում։ Ցավակցում եմ ձեզ։ Ինչքան գումար եք հավաքում մի օրում։ Դե չգիտեմ, օր կա 5000, 10000։ Սուզաննա ջան, ես թեմայից դուրս մի իրավիճակում եմ հայտնվել, որտեղ դուք կուզեի, որ դուք որպես էտիկետի մասնագետ ինձ մի փոքր խորհուրդով օգնեիք։ Տեսեք, քուրիկիս ծնունդն է առաջիկայում եւ ես իրեն ուզում եմ նվիրել իմ բոդի ծառայությունների նվեր քարտ։ Դա տարբեր ծառայությունների կոմպլեքս փաթեթ է մարմնի կորեկցիայի համար։ 9 հզորագույն սարքավորումներ իրենք ունեն անթերիսում եւ ըստ ձեր պահանջների, ձեր հետաքրքրությունների, ձեր մկանային զանգվածն են ամրացնում, ուժեղացնում, ճարպային զանգվածը, եթե հարկավոր է աշխատում են որպեսզի կորցնեք ինչ որ ճարպային զանգված եւ լիմֆոդրինաժային մերսում են իրականացնում։ Մի խոսքով շատ թույն բան է, ես ինքս օգտվել եմ ու շատ գոհ եմ։ Բայց խնդիրը այն է, որ ես չէի ուզի, որ նա դա ընդուներ, ոնց որ այդ նվերը, որ ես իրեն նամյոկ եմ անում, որ ասում եմ գնա, արտաքինդ փոխի, որտեվ ինքը բավականին սիրուն աղջիկ է, էլի։ Ոնց նվիրեմ, որ ինքը իրեն վատ չզգա։ Եթե մտերմիկ են հարաբերությունները, դուք նշեցիք, որ ձեր քույրն է եւ գիտեք, որ ձեր նվերը չի ընկալվի այ մատնանշում իր որևիցե խնդրի հանդեպ, որ դուք էլ աջակցում եք, օգնում եք, որ ինքը գնա այդ խնդրից ազատվի։ Ուղղակի ես գիտեմ, որ ինքը ուզում է գնալ մարզասրահ, մի քիչ ֆիզիկական ակտիվություն մտցնի իր կյանքում, բայց երկու բալիկ ունի եւ աշխատում է ու ընդհանրապես չի հասցնում, իսկ անթերիսում կարող ես ոնց որ միանգամից այդ ֆիզիկական ակտիվության մասն էլ ահագին լրացնել։ Այո, դուք ճիշտ էսպես գիծ տարաք, որ եթե գիտեք, որ նա դրա կարիքը ունի եւ կուրախանա, այսինքն զգացմունքը չի վիրավորվի, իսկ ինչպես նշեցիք ձեր կազմակերպությունը, իսկապես իրեն կդարձնի ոնց հասկանում եմ ավելի անթերի, քան կա։ Ես կարծում եմ սիրով կընկալվի եւ արդեն էթիկայի նորմը ձեզ թույլ կտա այդ նվերը ընդունել։ Նստում եմ զովքի դեմը, մարդիկ գալիս են, ով ինչ տվեց, ինչքան կարացա, մի բան առնում եմ, էփում ուտում եմ։ Ինչ որ սիրտս ուզեց։ Ասենք օրինակ շպրոտ։ Չէ, ես խանութի ոչ մի բանը չեմ ուտում։ Բա ինչ եք ուտում։ Չի թողում Աստվածը ինձ հատուկ է կերցնում։ Ասենք թե ահագին բաներ կա, ընդ ինչ թե մեզ կալված մամա, ես ինչ բաներ կա, ոչ մի բան չեմ առնում։ Պաստերիլիզացված սնունդ։ Միսն էլ արդեն չի թողում առնել, որ ասենք ոշխարեմ, չեմ մորթում։ Մի քիչ ինձ բերում եմ տուն, էփում ուտում եմ, թե չէ դրսի մսերի հետ է գործում եմ։ Չի թողում։ Ամեն օր երազ եք տեսնում։ Ամեն ինչ խառնում են իրար, ես ինչ են անում, սա այդ մարդիկ որ ջղայնանում իրար սկսում են տփելես
վատանում են, այդ ուտելուց էլ այլ նոմ, ես ինչ ձևի է խառնվում է իրար, ու դառնում է կռիվ։ Ես մտածում եմ, որ դուք այսօր ինձ կհարցնեք այն քաղաքական գործիչների մասին, ովքեր այսօր 18+ վարապաշարով խոսում են առցանց եւ շատ մեծ դիտումներ ունեն։ Արդյոք ամոթ է դա կարող եք այդ հարցին Արդյոք ամոթ է դա թե չէ, եթե նայենք սա սպառման առումով, եթե դա սպառվում է, ընկալվում է որպես։ Այսքան դիտումներ հավաքում է։ Եթե դիտումներ հավաքում է, շուկայի տեսանկյունից ամոթ չի ուրեմն։ Բայց ես նկատել եմ այդտեղ էլ կա այդ սեռական խտրականության մասի, եթե կանայք են հայհոյում, դա սաստիկ ամոթալի է դառնում, բայց տղամարդկանց նույնիսկ մի տեսակ ավելի բրուտալ է դարձնում։ Չի դարձնում, հավատացեք։ Չէ, չի դարձնում, ընդհանրապես խոսելը բրուտալ այլևս չի դարձնում ոչ մեկին։ Մենք ասում ենք, որ մենք հաղթում ենք 20 թվին, բայց դա մեզ բրուտալ չդարձրեց եւ մենք չհաղթեցինք։ Ինչու ամոթ չէ բոլոր հարևանների առաջ ապաշխի արա տրոսիկ փռելը։ Ինչ լավ հարց տվեցիք, իրականում ամոթ է։ Չի լինում, որ ձեզ ասեն, այդ ինչ գործ է, ամոթ է, մի արա։ Չէ, ոչ մեկ իրավունք չունի ինձ ասի, որովհետև էսի ասու գործն է, եթե ես չանեմ, ասեց, եթե դու չհավաքես այս գործը չանես, պետք է մեռնես։ Լուրջ։ Ասեց դու կմեռնես, դու չես ապրի։ Տակի մայկայով կիսամերկ ֆրֆրալը։ Տղամարդկանց առումով եք հարցնում։ Այո, ամոթ է։ Ամոթի թեքյան վերցնելը, ամոթ է։ Կարծում եմ ոչ։ Միայն վերջի տարիներին ոչ ամոթ դարձավ մեզանում, եթե ուտեստը մնացել է սեղանին, խնդրել, որ փաթեթավորեն եւ վերցնեն տուն, եւ մի 10 տարի առաջ անգամ դա ամոթ էր համարվում։ Կարծես թե դու այնքան սոված ես։ Շռայլ չես եւ եւ սոված ես, որ տանում ես այս ամեն ինչը։ Ֆիքսենք, որ եթե ուզում եք ձեր ռեստորանի պատվիրած ուտելիքը տանել տուն, հանգիստ տարեք ամոթի թեքյան էլ վերցրեք։ Կամ խնդրել տուփով դուրս անել եւ տալ փողոցի շներին։ Եվ այն ինչ ամբողջական է եւ գեղեցիկ եւ լավն է, դու կարող ես միշտ շրջելով կենտրոնում անգամ դա փոխանցել մարդու, ով անտուն է, ով աղբի դույլերում բան է փնտրում եւ այդ մարդը մի անգամ այնքան բարձր մշակույթի տեր էր, ով քեզ այնպես շնորհակալություն հայտնեց, որ ես զգացի, որ այդ մարդը այդտեղ չէ, որ պիտի լիներ։ Այդ դա ամոթ է, որ մենք այդպիսի մարդկանց դրդում ենք փողոցում աղբի դույլերից բան ուտել։ Ամոթի թեքյա վերցնելը։ Էդ էլ ամոթ չի։ The last piece of the food. No, It's okay. it's okay. Ամոթ է։ Ես չեմ ման։ Չենք վերցրել, չենք իմանում։ Չեք փորձել երբեք։ Աննենց համով է։ Ես չեմ վերցնում օրինակ։ Ինչի։ Ամոթ է։ Ինչի։ Ես իմ չգիտեմ։ Կարող է ձեզ սոված մարդ լինի։ Դե կարող է մեկին, մեկը ուզում է, էլի ամաչում է, բայց ես ամեն դեպքում առաջինը չեմ վերցնում։ Այդ ռիսկը ձեր վրա չեք վերցնի։ Նավսի տակ չեք ուզում մնաք։ Հա, այդ վերջինը ավելի շատ։ Մի բան էլի հարցնեմ, ձեր էթիկայի ժողովում, ձեր թիմում, այդ ձեր կանոնակարգը կարող է ինձ ուղարկեք, ես պրինտ անեմ, որ ինչ որ իրավիճակներ են լինում, ինձ ամոթանք են տալիս, հանեմ, ճպցնեմ նրանց աչքի առաջ, ասում խնդրեմ միջազգային էթիկայի հանձնաժողովը ինձ թույլ է տալիս, որ ես այսպեսի բան անեմ։ Հայաստանում թե միջազգային արենաներում։ Եվ Հայաստանում եւ միջազգային արենաներում։ Սիրո, բայց ես խորհուրդ կտամ ամեն դեպքում դուք ինքներդ որոշեք հենց ձեր համար էլ, հա, արդյոք դուք դրանով վնասում եք դիմացինին, ամոթ է, թե ուղղակի դա իրենց լույսն է գծված ձեր արարքի վրա, որովհետեւ յուրաքանչյուրը իր լույսի ներքո էլ չէ կարող է նայել, դատապարտել կամ ուղղակի ուշադրություն չդարձնել արարքին։ Ամոթի զգացում ինչի համար է։ Պաշտպանական ֆունկցիա ունի եւ եթե հենվենք հոգեվերլուծական տեսության վրա, այսպես կարող ենք առանձնացնել, որ մեր անձի ներսում տարբեր կառույցներ կան, որոնցից մեկը մեր գեր-եսն է եւ դա այսպես ներքին դատավորի գործառույթ է կատարում, հա։ Ամոթի զգացումը եւս կարող ենք համարել այդպես ներքին դատավոր, որը որոշում է մարդուն թույլ տալ տվյալ արարքը կատարել թե ոչ։ Թուրքմենիստանը, որը որ հետ սովետական պետություն էր, նախագահը գրել էր գիրք եւ նա ասում է՝ «Օ թուրքմեն ժողովուրդ, մոտավորապես է ինչ որ մենք մեր մասին ենք ասում, դու հին ես, դու իմաստուն ես, դու ամենալավն ես, բայց դու մոռացել ես, որ պետք է օճառով ձեռքերդ լվանալ։ Դու մոռացել ես, որ պետք է միմյանց դուքով դիմել»։ Դա ասում է նախագահը։ Հա, իսկապես կրթություն է։ Թուրքմենները։ Իսկ մենք լվացվում ենք։ Ես ինչքան գիտեմ լվացվում ենք մենք։ Մեծափար են լվացվողները։ Ցավոք սրտի մենք հիմա պիտի ձեզ ծափարենք եւ դա նորմալ չի նշանակում։ Լավ, թող կոմենտներում գրեն
նրանք, ովքեր չեն լվացվում։ Եկեք թող կոմենտ, այդպիսի կոմենտ ոչ ոք չի գրի, թե ես չեմ լվացվում օճառով։ Եկեք գրեք թող կոմենտ գրեն, արդյոք չեք տեսել երբևիցե ձեր կողքին մարդ, ով չի լվացվել եւ դուրս է եկել կեղտոտ ձեռքերով, գնացել եւ այդ ձեռք է սեղմել ուրջնի։ Թող գրեն այո տեսել եմ եւ մենք կստանանք ռեալ ստատիստիկա։ Այս ամոթի թեմային վերադառնալով, այդ ամոթանքը շատ հաճախ ուղակի եղել է էմոցիոնալ զսպում, որը չի ուղղորդել քեզ դեպի իսկ ինչն է լավը։ Եթե սա չի կարելի, եթե նա չի կարելի, ինչ անեմ, եւ ցավոք սրտի, օրինակ երեխաները կամ երիտասարդները հայ բավականին հաճախ նման են այդպիսի վախեցած կենթանիկին, ով վախենում է բան ասել, բան անել, վախենում է։ Իրեն չեն ասել իսկ ինչն է լավը։ Իրեն ասեն սա վատ է, սա չի կարելի, իսկ ինչն է կարելի։ Եթե նա ամաչելու կարողություն ունի, դա վատ չէ, բայց այդ կարողությունը պետքա տեղափոխել զուգարան գնալուց, ամաչելուց դեպի ամաչելը, օրինակ, պետության մասին վատ խոսքեր ասելը։ Դե ինչ, այսքանն էինք պատրաստել, եթե ձեզ համար սա էլ է քիչ, ուրեմն ինչ ասեմ, ամոթ, ձեզ, Patreon չբացելու գաղափարը երևի այդքան էլ լավը չէր, քանի որ առաջին էպիզոդում քարտից թվերը թողնելուց հետո սաղ իրար հետ 7000 դրամ էիք փոխանցել։ Բաժանորդագրվեք մեր Patreon-ին եւ փոխանցեք այդ մի 2 կոպեկը, որ այնպես չստացվի, թե անվճար նայեցիք, լայքեք այս հաղորդումն ու կոմենտներում իրար ամոթանք տվեք, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Սո երեխեք կարակ լույս մույս անջատեք, գնացինք տներով։